Սիրեցինք մեր ազգային երգն ու երաժշտությունը, կարողացանք մտածել և լուծել մաթեմատիկական բարդ խնդիրներ, խաղալ շաբաթ և ֆիզիկական տարբեր խաղեր։ Սպորտը օգտակար է առողջության համար։ Սպորտը օգնում է համագործակցելու ուրիշների հետ։ Այն օգնում է ընկերներ ձեռք բերելու և մտերմանալու նրանց հետ։ Խաղը միավորում է մարդկանց։ Կյանքը նման է շախմատի, ընդամենը մեկ քայլ կարող է որոշիչ դառնալ։ Այն այնքան հետաքրքիր է, որ արհեստական ինտրիգ մտցնելու կարիք չկա։ Սա այն եզակի սպորտաձևն է, որը հանրահողի չեն խաղում։ Իսկ մի բան հետ կդնենք մեր ժողովրդի համար մի լուսավոր ճակատագրական ժամանակաշրջան 4-ից 5-րդ դարեր, որը կարևոր է ու վճռոց է դառնում հայ ժողովրդի համար։ 4-րդ դարում հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցան կարևոր ճակատագրական իրադարձություններ։ Մեր ժողովուրդը ընդունեց քրիստոնեությունը 301 թվականին։ 387 թվականին մեր երկիրը բաժանվեց երկու մասի։ Մեսրոպ Մաշտոցը շատ էր մտահոգված և որոշեց դրա դեմ կռվել հայկական ուժի ստեղծումով։ Հայերենի 36 հնչյունի համար ստեղծեց 36 տառ։ Քեզ ծնեց ազգս, որ անմահության առջևից գնամ, քեզ ծնեց ազգս, որ նենք սուրի տեղ ունենան արև ու պայծառ քնար, քեզ ծնեց ազգս, որ դու իր համար կրկիչ դառնայր, մրտկիտության բեռն առներվար արև դառնայր։
դարձել այդպես մեծ հաղթանակող։ Սիրելի ուսուցիչներ, դպրոցը դուք եք, որն էլ դառնում է ամենօրյա ձեր կյանքն ու գործը, անփոխարինելու շատ սիրելի ուսուցիչներ, ձեզ հազար շնորհավոր ողջույն։ Եվ ձեր շնորհիվ մենք սովորեցինք լինել խոհեմ հավատարիմ։ Սովորեցինք լինել ներող ու հանդուրժող, մեծահոգի ու գնահատող։ Որոշեցինք լինել բարեկետ, հարգել մեծերին, սիրել փոքրերին ու թույլ
գեղնուր ձյաձանով ու այն բարուրով ճիշտ երկնքով եմ նաև երջանիկ։ Երջանիկ եմ ես գարնան զարդանքով ու ամրան տապով ու թախտոտաշնան լի սեղաններով ու ձմրան ցրտով։ Երջանիկ եմ ես այս հրաշք լույսով, որ կոչվում է կյանք ու վաղվա ասահման հավատով եմ նաև երջանիկ։ Ես երջանիկ եմ իմ դասարանի տաքուկ ջերմությամբ, իմ ընկերների անմեղ չարությամբ ու կատակներով։ Երջանիկ եմ ես իմ ընկերների կուր միասնությամբ ու բոլոր մարդկանց համերաշխությամբ եմ անչափ երջանիկ։ Ես երջանիկ եմ, օ, բարի Աստված, ինչ քիչ է հաճախ պետք լինում մարդու, որ զգայր են, անչափ երջանիկ, մի քնքուշ հայացք, թեկուզ մժիպիտ, կարող են գործել, հրաշքն այս կյանքի դարձնել մարդու, իրոք երջանիկ։ Դե, տվեք մարդիկ, բաշխենք մեկ-մեկու, պահեր այլ, փխրուն ու եդեմական, որ ամբողջ աշխարհը ապրի իրական, այնքան կենսական, պահով երջանիկ։ Իմ լավ ուսուցիչ, ձեր բարի դեմքի կնճիռների մեջ լուսավորունուր մենք բաժին ունենք, ձեր սև գեղեցիկ խոպոկների մեջ թելերն արծաթեին հիշեցնում են, որ մենք ամենքս էլ մեր բաժինն ունենք։ Իսկ դուք իմ բարի ցանկ ուսուցիչ, դուք բաժին ունեք իմ կյանքի գարնան ծաղիկների մեջ, մեր սովորածի ունեցածի մեջ, այսօր վաղուց գիտելիքներով առաջ գնալու մեր ցանկության մեջ, դուք բաժին ունեք, մենք չնում ենք ձեզ ուսուր մաշտոցին։
словом вы алмаз, Богом создали для нас. Вы с любовью нас учили, новым знанием добру, и на свете долго жили, и исполнили мечту. Примите нашу благодарность за вашу помощь в школе труд. Храните ликование, радость, а в доме счастье и уют. Учителя нам дарят знания и ждем его большой успех. Спасибо! Ինչ կմարար մարդուցունի դեր աղբար, թե չլինեի ուսուցիչներ դպրոցներ, ահա ինչու ամբողջ հոգով սրտան Ուսուցիչներ, խոնարհվում ենք ձեր առջև։ Թեկուզ կյանքում երկուսներ ենք ստացել։ Այնուհանդերձ այն գրվից։ Ուսուցիչներ, խոնարհվում ենք ձեր առջև։ The school year is almost done, and we just want you to know. You are an awesome teacher. We'll be sad when we have to go. Thank you for your practice, for being so kind and caring. And for teaching us the importance of kind words and of sharing. Don't change the way you teach. You make our lessons so much fun. Then we didn't ever realize we were learning a ton. We'll take your lessons with us wherever we go from here. So thank you your immediate time over for the effort, Kuya. Thank you! Ամեն մարդ հերունի սիրված ուսուցիչ, հանճարն են ակամ ուսուցիչ է ունեցել։ Դուք անանում ձեր սաները անվանի։ Ուսուցիչներ, խոնարհվում ենք ձեր առջև։ Օրացույցի նման անցան այս 4 տարիները, ամբողջ այս 4 տարիների ընթացքում դուք տվեցիք ձեր մայրական սերն ու կշանքը, ձեր բարի խորհուրդն ու մեմ շփիթը։ Օղադունդը գլոբուս է, հմայիչ, որն ուզում էին գործանելու ավիրել, օղադնդին հարկավոր ուսուցիչ, Ուսուցիչներ, խոնարհվում ենք ձեր առջև։ Սովորեցիք այս ամենը մեր դպրոցի, մեր սիրասուն ուսուցիչներ, խոնարհվում ենք ձեր առջև, եւ խոստանում լավ սովորել, որ կյանքում լինեք պիտանի թե հայրենիքին եւ թե սիրասուն մեր ծնողներին։ Ուսուցչի մասնագիտությունը միշտ եղել է ամենապատվաբերը, բայց միևնույն ժամանակ ամենադժվարը։ Ձեր փորձը երեխաների փոխանցելու կարողությունը, մարդկանց, ովքեր նոր են մտնում անկախ կյանք տաղանդ է։ Ուսուցչի համար ամենակարևոր ուրախությունը սաների երախտագիտությունն ու ուշադրությունն է։ Մենք անկեղծորեն ուզում ենք շնորհակալություն ասել ձեզ, դուք աշխարհի լավագույնն եք։
գորգ է։ Մեր բանածում չկա այդպիսի գորգ։ Այս գորգը իմ ամայնի գործածն է։ Անահիտի անձավը մեր թագավորի ակնարկն է Ելիև աղա մեկ եկել է դինամախով։ Շնորհակալ եմ, որ մեր թագավորը իջող պարատի համար իր ծառայի անվանիկը պիտի միզարդ է սուսանը։ Բայց Անահիտի իմ տանը չտնալը ինձ է ինչ է։ Ինքը կգա, եթե օժարի թողանաչար կընդունի։ Անահիտ, լսել ենք գոշատաշկերտներում, ինչու եք մենակ գորգում։ Այո, սովորեցնում եմ, ամեն մարդ պետք է գրել կանցալ սովորի։ Վերջերս մեզ մոտ եկավ ծերունազավ տեսնողը և պատվիրեց թե մեծերի և թե փոքրերի սովորեց թե գրել, թե կարդալ։ Ռեսար ձորերը լցվել են բանիմաց մարդկանցով։ Բաղինակը բացում է կապոցը և ասում. Այս ամենը քեզ համար է, Անահիտ։ Կարելի է իմանալ, այս պատիվն ինչու է ինձ ասում։ Անահիտ, մեր թագավորի որդի Բաշագանը քեզ տեսել է աղբյուրի մոտ ջուրը տվել ինձ և քեզ շատ է հավորում։ Արքան էլ մեզ պարգել է, որ քեզ նշանել իր որդու է։ Ուրեմն իմ տեսակը թագավորի որդին է, նա շատ երիտասարդ է, բայց որևէ արհետ գիտեք։ Բայց նա թագավորի որդին է, Անահիտ, նրան ինչին է պետք արես սովորել։ Ողջ աշխարհի տերն է։ Այո, այդպես է, բայց ով գիտի, աշխարհ է, մարդ կարող է այսօր ծառայի տեր լինել, վաղը ծառադառ։ Ուրեմն չես ուտում թագավորի որդուն։ Այո, ինչ բերել եք հետ տարի, և թող իզների արքայազնը, ինչև արհետ չսովորի, չեմ ամուսնանա, իսկ երբ պատճառնա, ջուրհակ մտանա։ Գալիս են Բաչագանը և Աղինակը։ Բաչագանը արդեն գործել էր իր վարկասում։ Բաչագան անկապ ժամանակում ինչպես սովորեցիք իր պատ գործել։ Ահա թե ինչ արեց Անահիտը։ Այո, ես սովորեցի, որովհետև խելամիտ պահանջ է։ Անահիտի հարսանիքին ոսկի արև փայլեցավ, Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափեցավ, մեր արտերը ոսկի դարան, մեր հորները լծվեցան, մեր հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան, շատ ապրի ոսկե ծղին մեր մայր թագուհին։ Բաչագանը գնում է, հայտնվում է Պերաշ քաղաքի, հետո գալիս է մի ծերունուս, ու որերը Բաչագանը կողքին հարցնում է, այսօր եմ ընկեր, դու եկել ես Պերաշ քաղաք, ով է այս ծերունին? Նա մեծ քարնապետ է, սուրբ է, ոտքս գույշ է դնում գետնի, որ միջակ չընդունի ոտքի տակ սպանվի։ Ծերունին մատով կանչում է Բաչագանը, Ով ես դու ինչ ես մոտորել։ ես մշակ եմ, աշխատանք եմ խոտել, Լավ վար ինձ հետ, քեզ գործ կտամ ու լավ կվճարեմ։ Բաչագանը հետը գնում է տաճար, հանդիպում է շատ նիհար հդիտ մարդկանց, իսկ նրանց մեջ է նաև Վաղինակը։ Վաղինակները մեջ են, Ովքեր եք դու։ մենք այս ծերունու աշխարհ
Բարեկամս, այսինչ օրն ես ընկել, ցույց չտաս, որ մենք ծանոթներ ենք, թող չիմանամ, որ իրար ճանաչում ես։ Բաչականը դիպակը ձեռքին մոտենում է։ Ես ուզում եմ տեսնել գրմապետին, գաղթել ենք դիպակը, եթե ուզում եք առանց վարչատրվել, ապա այս դիպակն ուղարկեք Անահիտ Թագուհին, բացի նրանից ոչ ոք չի կարող ասել սրան շեքը և ոչ ոք չի կարող դնել այս գործին։ Օ, իր գեղեցիկ դիպակ է, գնամ Անահիտ Թագուհու մոտ։ Գալիս է Անահիտ, իսկ հետո գալիս է Շմիթարան։ Ով է, ինչ է ուզում, ներս կանչում։ Ծարատ է, վաճառում եմ այս հիասքանչ գորգը։ Հապա տեսնենք։ Որտեղից է։ Ես, Որտեղ է ձեր տաճարը։ ես ոչինչ չգիտեմ։ Առաջանցի, ես կարդացել եմ դիպակին գրվածը։ Որտեղ է ձեր տաճարը։ Ես ոչինչ չգիտեմ։ Տարեք սրան, գլխատերում։ Չէ, կասեմ, տաճարը Պերոջ քաղաքում է։ Արքան վտանգի մեջ է, հնչեցրեք ռազմի կոչերը։ Գնում եմ Պերոջ քաղաք, բոլորը զինված, մարդիկ սկսում են դրվել։ Բացեք դուռը, բացեք դժոխքի այս դուռը։ Ով հզոր արամատ, ով սուտ տաճարը պղծվում է, օգնության հասեք։ Բացվում է դուռը, դրդողները միսները հետ կտրում է ծրերով, Անահիտը հաղթում է, ժողովուրդը սկսան աղաղակելով դուրս են բերում։ Տեսան բավինակ, մեր Անահիտը մեզ պրկեց, կեցցե արհեստ, կեցցե կրծությունը, մեր Անահիտը, կեցցե Անահիտը, կեցցե
միշտ ուրեկաժողով, ահեղ խաղաղ երկրում, անկոցակ, առանց ընկերների, լավ սովորել, դարձեք լավ մարդիկ, ինչպես ես ձեզ իշտ, հայրենասեր, ազգասեր, ծնողասեր, ընկերասեր և խոսքեր, աստված ձեզ Առաջին ուսուցիչը երբեք չի մոռացել։ Այո։ Մեր բախտը կտնյակ է ել քանին և ավարտում և կրծել զուջվին կեզ արիստյանն է եղել, շնորհակալ ենք անչա տված կրթության, դասիրակության, գրագիտության, մեծատվող մարդ դասիրակության, կարևորը մարդ կրթելու համար, նման նվիրվածության, սիրով, հայրական կրթող, որովանքով մոտեցման Ես շնորհակալ եմ, բայց առանց ձեզ ես ոչ Այո։ Սիրելի ծնողներ, սիրելի ուսուցիչներ և սիրելի բարեկամներ։ Ես շնորհավորում եմ ձեզ։ Մի տեսակ եք, ես այդ նստած սպասում եմ, իրենք մի տեսակ մեծ ասում են, այո, շնորհավորում եմ ձեզ այս պատասխանատու օրվա արդիվ սիրելի բարեկամներ։ Միայն աշխատասիրությամբ, միասնությամբ, համառությամբ դուք կարող եք այս բարի մարտահրավերները հաղթել։ Ձեզ շնորհավորում եմ, մաղթում եմ, ես չեմ կասկածում, որ դուք շատ բարձր միավորներ եք ստանալու, շատ լավ հանձնելու եք ձեր քննությունները և հաջորդ դասարան եք փոխադրվելու։ Շնորհավորում եմ։